Հերթական քրեական գործը համացանցում վարչապետի հասցեին հնչեցրած խոսքերի համար։ Փաստաբան Ռոման Երիցյանն է ստանձնել Հայ Գիղյանի պաշտպանությունը, ով TikTok-ում հանդես է գալիս Այվազովսկի կեղծանունով։ Իրավապահներն ուսումնասիրել են դեկտեմբերի 23-ի նրա տեսանյութը, որտեղ հայհոյում է Փաշինյանին։ Ինչ-որ կուսակցության նախագահ այդ փաստի կապակցությամբ ներկայացրել է հաղորդում, նշելով, որ վաղը կարող է Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքը լինել եւ իր համար անընդունելի է, երբ որ վարչապետին վիրավորում են ու քննչական կոմիտեն առանց հապաղելու քաղաքացուն ձերբակալել է։ Քրեական գործը հարուցվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության հոդվածով։ Թե ով է հաղորդումը ներկայացնողը, փաստաբանը չի նշում։ Դատարանը նրան տնային կալանքի է տարել, փոխանցեց փաստաբանը։ Քննչական կոմիտեն սա քողարկում է, չգիտեմ, ունիվերսալ հանցակազմով, խուլիգանությունով, ընդ որում խուլիգանության երկրորդ մասի 3-րդ կետով եւ քաղաքացիների ենթարկում ուղղակի քաղաքական ու քրեական հետապնդման։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպությունը սկսել է ուսումնասիրել այն դատական գործերը, որոնք առնչվում են համացանցում խուլիգանության, բռնության հրապարակային, նաև իշխանությունը զավթելու կոչերին։ Աննա Մելիքյանի խոշորացույցի տակ է քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդված։ Փորձ է արվում կիրառել այն, այսինքն խուլիգանություն առցանց հարթակներում կամ այդ բռնի կոչերը կրկին առցանց հարթակներում, հատկապես երբ որ դրանք ուղղված են իշխող ուժի ներկայացուցիչներին։ Մելիքյանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2020 թվականի պատերազմից հետո կրկնապատկվել են դատական այս գործերը, ընդ որում մեղադրյալի աթոռին են այն քաղաքացիները, որոնք իրավապահների գնահատմամբ հայհոյախառն արտահայտություններ բռնության կոչ են հնչեցրել հատկապես վարչապետի ու նրա թիմի հասցեին կամ կոչ են արել զավթել իշխանությունը։ Հակառակ պատկերը, երբ օրինակ բռնության կոչի հայհոյանքի համար մեղադրյալ է իշխանավորը կամ իշխանամետ մեկը, չկա։ Մելիքյանը դատալեքսում դեռ նման գործ չի գտել։ Այն արտահայտությունները, որոնք որ քրեական գործի հիմք են դարձել եւ հասել են դատարան, այդ գործերը ըստ էության կարելի է ասել, որ կարող էին չհասնել։ Իրավապաշտպանը նկատում է, որ իրավապահների թիրախում հայտնվել են այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են օգտագործել ավելի շատ հոգեհուզական վատ վիճակում հայտնված մարդիկ։ Շեշտում է, ցանկալի չէ այդ բառապաշարով քննադատելը, բայց վիճելի է դրանք հնչեցնողի արարքը որակել հանցագործություն։ Իրականում, գիտեք, քանի որ մի քանի հոդվածով ու տարբեր արտահայտությունները, տարբեր հոդվածներով են որակվում, բայց ըստ էության իրոք մատերի վրա կարելի է հաշվել այն դեպքեր, երբ որ այդ արտահայտությունները կարելի է անցալել որպես ռեալ գործողության կոչ, հա, կամ պատրաստակամության արտահայտում դա անելու, այլ սովորաբար այդ բառերի ընտրությունը ավելի շատ ցուցիչ էր, որ ուզում են, որ իշխանությունը փոխվի եւ քննադատում էին գործող իշխանությանը, այսպես ասեմ։ Մելիքյանը նաև գտել է մի գործ, որտեղ քննիչը հանցակազմ չի գտել եւ վարույթ չի հարուցել, բայց հետո գործը հարուցվել է դատախազության որոշման հիման վրա եւ հասել դատարան։ Ըստ էության իրավապաշտպանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չկա հավանականություն, որ մեղադրյալ դարձած քաղաքացիներն իրենց կոշտ քննադատական խոսքը կվերածեին բռնության։ Գործողությունը այդ արտահայտություններում գրեթե չի շոշափվում, այսինքն ռեալ գործողության հավանականություն, այսպես ասած, ոչ էլ գործերով երևում է, որ ըստ էության կարդացողը կարող էր դա որպես կոչ ընկալել եւ գնալ համապատասխան գործողություններ անել։ Եթե խոսում ենք 330 եւ 297-րդ հոդվածներով նախատեսած արարքների մասին։ Մասնագետը պնդում է, դատարանները պետք է առաջնորդվեն միջազգային իրավունքի ցուցիչներով ու գնահատեն խոսքի ազատ արտահայտում է կատարվածը, թե բռնության միտում։ Ըստ նրա ուսումնասիրության, մի քանի տասնյակ գործերի մեջ միայն 4 արդարացում է եղել։ Արդարադատության նախարարը համացանցում հրապարակումների վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն ունի։ Դրանց համար քրեական հետապնդումը իրավաչափ է, եթե պարունակում են ատելության խոսքի տարրեր, խտրական կամ վիրավորական արտահայտություններ։ Եթե այդ խոսքը պարունակում է ատելության հատկանիշներ, վիրավորական արտահայտություններ եւ այլն, որոնք հատում են շեմը այլևս քրեորեն հետապնդելի արարք համարվելու, այո, իրավաչափ է։ Իսկ հայաստանյան իրավապաշտպանները շարունակում են պնդել, արդարադատությունը չպետք է ընտրովի լինի։ Ըստ նրանց ակնհայտ է, որ իրավապահները շարունակում են պատասխանատվության կանչել իշխանության ընդդիմախոսներին միայն։ Մի հատ քարտը փնկելքին սատկացուն են։ Թարմօրինակը իշխանամետ Գառնեցի տղամարդուն է առնչվում։ Արդեն 2 ամիս է քրեական գործ կա, բայց կաթողիկոսին քարով սատկացնելու կոչ հնչեցրած տղամարդը մեղադրյալ չէ, բայց օրերս շատ արագ գործ հարուցեցին ու ախուրյանցի 55-ամյա կնոջը կալանավորեցին վարչապետի ու նրա ընտանիքի հասցեին բռնության կոչի հոդվածով։